Քրիստոս հարյավ իմերելոց։ Օրհնյալ է հարությունը։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնի Սրբո ամեն։ Եվ երբ Հիսուս Զատկի տոնի Երուսաղեմում էր գտնվում, շատերը հավատացին նրան, քանի որ տեսնում էին այն նշանները, որ կատարում էր, բայց Հիսուս անձամբ վստահություն չուներ նրանց նկատմամբ, որովհետև ինքն ամենքին ճանաչում էր եւ կարիք չկար, որ որևէ մեկը վկայեր մարդու մասին, քանի որ ինքն արդեն գիտեր, թե ինչ կար մարդու հոգու մեջ։ Եվ փարիսեցիների մեջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանավոր էր։ Սա գիշերով եկավ նրա մոտ եւ նրան ասաց. «Ռաբի, գիտեմ, որ Աստծուց ես եկել որպես վարդապետ, որովհետեւ ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթե Աստված նրա հետ չլինի»։ Հիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել»։ Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպես կարող է ծնվել մի մարդ, որ ծեր է, միթե կարելի է իր մոր որովայնը կրկին անգամ մտնել եւ ծնվել»։ Հիսուս պատասխան տվեց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից եւ հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել, որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ հոգուց ծնվածը հոգի։ Դու մի զարմացիր, որ քեզ ասացի, պետք է ձեզ վերստին ծնվել, որովհետև քամին ուր ուզում է փչում է եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղից է գալիս եւ ուր է գնում։ Այդպես է եւ ամեն ոք, որ հոգուց է ծնված»։ Նիկոդեմոսը նրան ասաց. «Այդ ինչպես կարող է լինել»։ Հիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Դու ես Իսրայելի վարդապետը եւ այդ չգիտես»։ «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, խոսում ենք ինչ որ գիտենք եւ վկայում ենք ինչ որ տեսել ենք, եւ մեր վկայությունը չեք ընդունում։ Իսկ արդ, եթե երկրավոր բաներ ասացի ձեզ եւ չեք հավատում, ապա ինչպես պիտի հավատաք, եթե երկնավոր բաներ ասեմ ձեզ»։ Այս հատվածը հիմնական մասը Նիկոդեմոսի հետ զրույցն էր մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որտեղ Նիկոդեմոս իշխանավորի եւ վարդապետի, որտեղ իշխանավոր էր եւ վարդապետ էր Նիկոդեմոսի հարցերին Հիսուս մի պատասխան է տալիս։ Ասում է մինչև մեկը վերստին չծնվի, երկնքի արքայությունը չի կարող տեսնել։ Եվ Հիսուս հետո հստակացնում է, երբ որ նորից հարց տվեց Նիկոդեմոսը, ասեց ինչպես կարող է ծերացած մարդը իր մորից նորից ծնվել, Հիսուս հստակեցրեց, որ ես չեմ խոսում մորից ծնվելու մասին, ես խոսում եմ մարդու հոգևոր ծննդյան մասին, ի վերուստ ծննդյան մասին, ոչ թե մարմնավոր ծննդյան մասին։ Ուրեմն ամբողջ ավետարանի խորհուրդը սրա մեջ է։ Մարդը, որպեսզի հասնի փրկության, պիտի վերստին ծնվի։ Պիտի իր կյանքում փոփոխություն լինի։ Պիտի ինքը հոգևոր ծնունդ ապրի։ Եվ Քրիստոս սրա համար եկավ։ Քրիստոսի մահը, թաղումը եւ հարությունը հենց այս վերստին ծննդյան խորհուրդն է։ Հինը պիտի մեռնի, նորը պիտի հառնի, հարություն առնի, նորը պիտի կանգնի։ Քանի մենք կարճած ենք հնին, չենք ուզում հարություն առնել, մենք չենք կարող փրկվել։ Եվ այստեղ տեղին է հիշել ավետարանի առակը, որ երկնքի արքայության մասին մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասեց երկնքի արքայությունը նման է մի վաճառական մարդու, որը թանկագին մարգարիտ էր փնտրում, եւ երբ որ ինքը այդ մարգարիտը գտավ, որպեսզի այդ մարգարիտին տեր կանգնի, որպեսզի դա իրենը դարձնի, գնաց իր ամբողջ ունեցածը վաճառեց, որպեսզի այդ մարգարիտը գնի։ Խորհուրդ է։ Այսինքն հնից հրաժարվեց, հինը ամբողջը աղբ համարեց, որպեսզի այդ նորին տեր կանգնի։ Մենք ուզում ենք հնի մեջ մնալով երկնքի արքայությունն էլ ունենանք։ Չի ստացվում այդպես։ Մենք Աստծո խոսքը չենք կարող
անտեսել կամ չենք կարող թերահավատությամբ մոտենալ։ Եթե Աստված ասել է առանց վերստին ծնվելու անհնար է երկնքի արքայություն մտնել, ուրեմն այդպես է։ Եվ Քրիստոսի հարությունը դրա համար էր։ Քրիստոս հարյավ իմեռելուց, որպեսզի մեզ բոլորիս նորոգի, նոր կյանք պարգևի, որպեսզի մենք վերածնվենք, հին մարդուց նորը դառնանք։ Զատկից հաշված 3-րդ կիրակին է, կամ հինան շրջանի 3-րդ կիրակին է, այսօրվա կիրակին մեր եկեղեցու հայրերը անվանել են աշխարհամատրան կիրակի, նաև ասում են կանաչ կիրակի, աշխարհամատրան, այսինքն աշխարհի մատուրը, աշխարհի եկեղեցու տոնն է այսօր, որովհետև Հիսուս իր հարությունից հետո, մեղքից մաքրելուց հետո աշխարհը, նորացնելուց հետո երեք նոր կիրակին էր անցած կիրակին, սպիտակի խորհուրդն էր, ասում է Շնորհք Պատրիարքը, մաքրելու, սպիտակացնելու, ճերմակացնելուց, սրբացնելուց հետո պիտի ցույց տար, ինչպես պիտի այդ ճերմակությունը պահվի կամ որտեղ պիտի պահվի, եւ այստեղ հիշեցի ավետարանական մի ուրիշ առակ, բարի սամարացու առակը, երբ որ կիսամեռ մարդուն Քրիստոսն եկավ օգնեց, իսկ եկեղեցական հայրերն ինչ են ասում կիսամեռ մարդու մասին, ասում ավազակները ծեծեցին, անարգեցին, կիսամեռ արեցին, եկեղեցական հայրերն ասում կիսամեռն են, որ հոգով մեռած է, մարմնով է մենակ ողջ, եւ Քրիստոսն եկավ այս մարդուն օգնելու, հոգով մեռած, բայց մարմնով կենդանիներիս օգնելու, ինչ արեց, ասում է դեղ դրեց, սպեղանի արեց, դարմանեց եւ տարավ պանդոկ եւ հանձնեց պանդոկապանին եւ ասեց խնամք տար սրան մինչեւ իմ մյուս անգամ գալուստը։ Այդ սամարացին մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր, պանդոկը եկեղեցին էր։ Պանդոկապանը եպիսկոպոսներն էին, եկեղեցու սպասավորներն էին, որոնց խնամքին հանձնեց բժշկված մարդուն, մեղքերից մաքրված մարդուն, եւ այսօր այս խորհուրդն է, եկեղեցու խորհուրդն է, աշխարհամատուր, այսինքն աշխարհի առաջին եկեղեցին, եւ երկու բան են ասում եկեղեցու հայրերը սրա մասին, առաջին, մեկ ասում են սա հատկապես կապված է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հետ, որովհետև ամբողջ աշխարհի քրիստոնյաների գլխավոր եկեղեցին Սուրբ Հարության տաճարն է, որտեղ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գերեզմանն է, որտեղ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչելության վայրը Գողգոթան է։ Եվ երկրորդ ասում են, սա կապված է վերնատան հետ, որովհետև առաջին եկեղեցին, որ Քրիստոսն ինքը եկեղեցի դարձրեց, առաջին վայրը, որ Քրիստոսն ինքը եկեղեցի դարձրեց, վերնատունն էր, որտեղ Քրիստոս կատարեց Սուրբ Պատարագի խորհուրդը վերջին ընթրիքի ժամանակ։ Այսինքն եկեղեցին այնտեղն է, որտեղ պատարագվում է, որտեղ պատարագ է տեղի ունենում։ Այս շատ կարևոր մի հասկացողություն է, որի վրա ես վերջերս ես հաճախ եմ խոսում, որտեղ մեր ժողովրդի զգալի մեծամասնությունը իրենց քրիստոնյա համարելով պատարագից գաղափար չունեն կամ պատարագի հետ կապ չունեն։ Այդպիսի քրիստոնեություն չկա։ Առանց պատարագի քրիստոնեություն չկա։ Մենք հիմա գտնվում ենք եկեղեցում։ Ես որտեղ եմ գտնվում։ Խորանի վրա։ Խորանի վրա ինչ կա։ Սուրբ սեղան կա։ Սեղանի վրա ինչ կա։ Սկի, որի մեջ Քրիստոսն է։ Իր մարմնի եւ արյան միջոցով Քրիստոս ներկա է այստեղ։ Քրիստոս պատարագվում է այստեղ։ Կպատկերացնեք եկեղեցի, որը խորան չունի։ Սուրբ սեղան չունի։ Եկեղեցին կարող է մկրտության ավազան չունենալ։ Եկեղեցում կարող է երբեք պսակադրություն արված չլինի, կամ մկրտություն արված չլինի։ Դա չի խանգարում, որ ինքը եկեղեցի լինի, բայց որևէ եկեղեցում, եթե պատարագ չի մատուցվում, ինքը եկեղեցի չի։ Որտև եկեղեցու գլխավոր մասը, եկեղեցու կիզակետը խորանն է եւ Սուրբ սեղանը, որը պատարագի համար է, ուրիշ բանի համար չի։ Ուրեմն
եկեղեցու խորհուրդն է այսօր, եւ Քրիստոս հաստատեց վերնատանը Սուրբ խորհուրդը կատարելով, վերնատանը հացի եւ գինու օրտնությունը կատարելով եւ աշակերտներին բաշխելով։ Եվ այդ օրվանից վերնատունը դառավ առաջին դարի քրիստոնյաների առաջին եկեղեցին։ Հետագայում տեսնում ենք Գործք առաքելոցում, որ աշակերտները առաքյալներ միշտ հավաքվում էին այնտեղ, նույնիսկ ավետարանի վերջում Քրիստոսի հարությունից հետո աշակերտները այնտեղ էին հավաքված, վախվորած վիճակում, այնտեղ հայտնվեց Քրիստոս իրենց։ Այնտեղ Թովմասին ասեց՝ «Արի նայիր գամերի տեղերը ձեռքերիս վրա, խոցված կողս»։ Ուրեմն եկեղեցին շատ կարևոր է եւ առանց եկեղեցու չկա փրկություն։ Քրիստոս իր փրկagorցության համար եկեղեցին է հաստատել աշխարհի մեջ, որով մենք պիտի փրկվենք։ Եվ այսօր շատ լավ ընթերցում կար նաև ուրեմն Պետրոս առաքյալի ընդհանրական թղթից առաջի, որտեղ ասում էր. «Մոտեցեք նրան, կենդանի վեմին, որը թեպետ եւ մարդկանցից անարգված, բայց Աստծո առաջ ընտրյալ եւ թանկագին է։ Եվ դուք իբրև կենդանի վեմեր, մենք էլ մեզ ասում, կենդանի վեմեր կառուցվում ենք որպես հոգևոր տաճար, որպես անարատ քահանայություն, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցենք հոգևոր պատարակներ, որոնք հաճելի լինեն Աստծուն։ Մենք եկեղեցի ենք։ Եկեղեցին այս շինությունն է, որտեղ պատարակ է մատուցվում, եկեղեցին մենք ենք, կենդանի քարերը այս եկեղեցու։ Սա շատ կարևոր է։ Ուրեմն հիշենք այս բանը։ Աշխարհի մեջ ուրիշ տեղ չկա մարդուն հանդարտվելու, խաղաղվելու, Աստծո հետ հանդիպելու, եթե ոչ եկեղեցին։ Գրիգոր Տաթևացին էլ է ասում է Աստված աշխարհի մեջ մի տեղ հաստատեց, որտեղ Սուրբ Աստված եւ մեղավոր մարդ կարող են իրար հետ հանդիպել։ Մարդկանց տները չէր դա։ Ոչ էլ երկինքը, որտեղ մեղավոր մարդը երկինք չէր կարող գնալ, այլ եկեղեցին էր։ Աշխարհամատուր եկեղեցին առաջի եկեղեցու տոնն է։ Եկեղեցու խորհրդի կարևորելու տոնն է, որ մենք եկեղեցու մեջ կարող ենք գտնել մեր փրկությունը։ Եկեղեցին այն նոյան տապանն է, որ ծովածուփ մեղքի ծովից մեզ պիտի հասցնի խաղաղության հանգրվանը, հասցնի Արարատյան լեռների կատարը, որտեղ փրկությունն էր ջրհեղեղից։ Այս կարևոր է։ Եվ մենք պիտի եկեղեցու մեջ լինենք։ Բայց ուրիշ բանի եմ ուզում գալ։ Եկեղեցին ումն է, եկեղեցին Աստծունն է։ Ասում է վեմը, որի վրա հաստատվեց Հիսուս Քրիստոսն էր։ Ուղղափառ հավատքն էր։ Պետրոսին ասեց դու ես այն վեմը, այսինքն Պետրոսի դավանած հավատքը այն վեմն էր, որի վրա պիտի կառուցեմ իմ եկեղեցին, որին դժոխքի դռները չեն կարող հաղթել, ասեց մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Եկեղեցին սա մարդկային կառույց չի, սա աստվածահաստատ կառույց է։ Եվ սրա եւս մեկ փաստը կամ ապացույցն այն հանգամանքն է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս 301 թվականին իջավ հայոց հողի վրա եւ հաստատեց էջ միածինը։ Եվ մինչև այսօր իջման սեղանը մեզանում է։ Գնում ենք, խոնարհվում ենք, համբուրում ենք, ուր որ իջավ մեր Տեր Հիսուս Քրիստոս, որտեղ հաստատեց եկեղեցին եւ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի մեջ պատկերվեց եկեղեցին, որ պիտի լինի։ Ով արեց, ով տվեց։ Աստված տվեց։ Ուրեմն եկեղեցին Աստծունն է։ Ես հիմա ուզում եմ գամ մի քիչ մեր օրերին։ Այսօր Քրիստոսի եկեղեցին ենթարկվում է հարձակումների։ Եվ ուզում են, գիտենք ով է ուզում, չարն է ուզում, սատանան է ուզում, ինչ որ մարդկանց իրեն գործակից դարձնելով։
ուզում են եկեղեցին վերացնեն, ուզում են Քրիստոսի եկեղեցին դարձնել իրենց գրպանի եկեղեցի, որը ոչ թե Քրիստոսով կառավարվի, Աստծով կառավարվի, այլ մարդու կամքով կառավարվի։ Սա նորություն չի աշխարհի մեջ։ Կարող են փաստել։ Եկեղեցուն, հանձինս եկեղեցու պատմության սկզբից դպրոցներից, կրթական ոլորտից սկսեցին դուրս քշել։ Հետո հիմա բանակից հանեցին եկեղեցին։ Մի քանի օր առաջ, գիտեք արդեն լրատվությունից, բանտերից հանեցին եկեղեցին։ Եվ ո՞նց են հանում։ Չեն ասում եկեղեցին հանում ենք։ Բա ինչ են ասում։ Ասում են Մայր Աթոռի կողմից նշանակված հոգևորականները բանտում չեն կարող ծառայել։ Մայր Աթոռի կողմից նշանակված հոգևորականները բանակում չեն կարող ծառայել։ Բայց հոգևորականները կարող են ծառայել բանտում, բանակում, նրանք ովքեր կգան համապատասխան պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կկապեն, որ իրենք դառնում են պաշտպանության նախարարության աշխատակից կամ արդարադատության նախարարության հետ պայմանագիր կկապեն, կդառնան իրենք արդարադատության նախարարության աշխատակից։ Եվ ցավ սրտի այսօր մեզանում գտնվել են այդպիսի մարդիկ, որոնք պայմանագրեր են կապել։ Ինչ է ստացվում։ Ինչ որ մարդիկ, եկեղեցուց անջատված մարդիկ, եկեղեցու միաբանության ուխտից կտրված հոգևորականներ, այսօր Մայր Աթոռին հակառակ, Մայր Աթոռի դիրքորոշմանը, Մայր Աթոռի կարգ ու սարքին հակառակ գնացել են պայմանագիր են կապել այս կառույցների հետ եւ դարձել են իրենց աշխատակիցները։ Հիմա այս մարդիկ ում քահանաներն են։ Հետո ինչ ալնելու, ասելու են, նայեք, մենք հոգևոր ծառայություն ունենք բանտում, մենք հոգևոր ծառայություն ունենք բանակում, մենք հոգևոր ծառայություն ունենք այս ինչ տեղը, այն ինչ տեղը, բա այսքան հոգևոր ծառայություն ունենք, բա ինչի հոգևոր առաջնորդ չունենք, բերեք մի հատ էլ մենք մեզանով կաթողիկոս ընտրենք եւ եկեղեցու պառակտում առաջացնեն։ Հիմա անունը դրել են բարենորոգում։ Այդպես բարենորոգում անուն դրեցին սրանից դարեր առաջ Եվրոպայում։ Եվ ինչ եղավ։ Կաթոլիկ եկեղեցուց անջատվեց մի ստվար զանգված, դառան այսօրվա բողոքականները, ավետարանչականները, աղանդավորներ դարձան։ Էս ենք ուզում։ Եկեղեցին Քրիստոսինն է։ Քրիստոսի եկեղեցին անպարտելի է, որովհետև ինչ ասեց մեր Տերը, նույնիսկ դժոխքի դռները չեն կարող հաղթահարել նրան, բայց մեր խնդիրն է, մենք որտեղ ենք, մենք ինչի մեջ ենք, մենք անտարբեր ենք, մենք ասում ենք սպասենք, տեսնենք, թե ինչ ալնելու, որ հասկանանք մենք որ կողմը բռնենք, թե մենք մեր եկեղեցու մեջ ենք, թե մենք այդ եկեղեցու կենթանի քարերն ենք, որի մասին այսօր խոսում էր Պողոս Առաքյալը։ Մենք ուզում ենք Աստծո եկեղեցի լինել, թե ինչ որ մարդկանց գրպանի եկեղեցի, ուզում ենք Քրիստոս կառավարի եկեղեցին, թե ինչ որ մարդկանց հրահանգներ եւ ցուցումներ կառավարեն եկեղեցին։ Բա ինչ է նշանակում, քահանան դառնում է պաշտպանության նախարարության աշխատակից։ Ուրեմն պաշտպանության նախարարը հրամաններ պիտի տա այդ քահանային, թե ինքը ինչ անի, կամ արդարադատության նախարարը, Ժորժ ջան, կարևոր բան է։ Եվ Աստված որ թույլ է տվել այս ամեն ինչը, ինձ համար է թույլ տվել ու ձեզ համար, որ տեսնի մենք ո՞նց ենք կողմնորոշվում այս վիճակի մեջ։ Մենք մեզ ո՞նց ենք պահում։ Սրա համար, ուրիշ բանի համար չի։
Աստծո եկեղեցին անհաղթահարելի է, անպարտելի է, եկեղեցին մնալու է ինքը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահով եւ իր գահակալով։ Բայց մենք ինչ ենք ելնելու։ Մենք Աստծո եկեղեցու զինվորներ ենք, թե չգիտեմ ինչ։ Այսօր տոնն է եկեղեցու։ Քրիստոս հարություն առավ, որպեսզի հաստատի աշխարհի մեջ աշխարհամատուռը, եկեղեցին, որի միջոցով մեր բոլորի փրկությունն է։ Ուրեմն մենք այս բանը պիտի լավ ընկալենք, լավ հասկանանք եւ փորձենք ճիշտ ընթացք ունենալ, ճիշտ հոգեվոր ընթացք ունենալ։ Շատ ու շատ մարդիկ կան, որ ասում են, ես գործ չունեմ իրանց կռիվները, թող իրանք կռվեն, ես իմ Աստված պաշտության մեջ եմ։ Որտեղ ես քո Աստված պաշտության մեջ առանց եկեղեցու։ Որ եկեղեցու մեջ ես քո Աստված պաշտության մեջ։ Ո՞վ է քո քահանան այդ Աստված պաշտության մեջ։ Կլինի Աստված պաշտություն առանց քահանայի, առանց պանդոկապետի, ում ես հանձնել այդ հիվանդին, որ խնամք տանի։ Ո՞վ է պանդոկապետդ։ Ես ուղղակի մտածելու համար ասեցի, ոչ թե ընկճվելու։ Այսօր շատ ուրախոր է ինձ համար։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր եկեղեցում ենք, որ եկեղեցին կա, որ եկեղեցին առավել մեզ համար, առավել ցանկալի տեղ է, քան մեր սեփական տները, որտեղ մենք մեզ լավ ենք զգում, հանգիստ ենք զգում, երջանիկ ենք զգում։ Եկեղեցին առավել մեզ երջանկություն ու ուրախություն է պարգևում եկեղեցու մեջ լինելը, պատարագին ներկա լինելը, քան ուրիշ որևէ բան։ Ուղղակի պիտի հասկանանք, գնահատենք եւ Աստծո տվածի վրա ուրախանանք եւ պահենք այն ինչ որ Աստված մեզ ավանդել է։ Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։